նաև կուզեմ խոսք ուղղել այն մարդկանց, որ ապրում են արտերկրում, շատ-շատերը մեր երկիրն այդ առանձնահատկություն ունի, ծնողները Հայաստանում են, զավակները դրսում են եւ մեզ էլ շատ դիմում են հաղորդաշարին, ասում են որտեղ կարող ենք մեր ծնողներին ուր ուղարկենք, ինչպես ապահովենք նրանց հագեցած կյանքը, եկեք նաև նրանց ուղենք խոսքը եւ որ ժամերին, որ օրերին հասցեն արդեն ասել ենք։ Շատ լավ հնարավորություն է արտերկրում ապրող մարդկանց ծնողների համար այցելելու այնտեղ, քանի որ իրոք մենք իրենց համար հագեցած առօրյա կստեղծենք եւ նպատակային եւ բովանդակային, շատ բովանդակային առօրյա կստեղծենք։ Շատ կարևոր է, որովհետեւ երկրում ապրող մարդիկ այս կամ այն կերպ հնարավորություն են միջամտելու, միտեղ տանելու ծնողին կամ զբաղմունքն ապահովելու, իսկ այն ծնողները, որ միայնակ են մնացել, իսկապես իրենք պիտի կազմակերպեն իրենց առօրյան այստեղ։ Այո, դա շատ կարևոր հարց է, ինչպես երեխայի զբաղվածության մասին պետք է հոգ տանել, այնպես էլ ծնողի զբաղվածության մասին, որտեղ փոքր ցածր զբաղվածությունը բերում է կոգնիտիվ խնդիրների, կոգնիտիվի նկատի ունեմ ուղեղի ֆունկցիոնալ խնդիրների կարող է բերել, դեմենցիայի զարգացման, այդ իզոլացիան մարդկանց եւ ոչ հագեցած առօրյան հենց առաջին խթաններն են, որոնք բերում են դեմենցիայի զարգացմանը։ Այս կենտրոնի նպատակներից մեկը նաև դեմենցիայի կանխարգելումը կլինի այս առումով։ Եվ ասեմ ոչ միայն արտերկրում ապրող ծնողների, երեխաների ծնողների համար է սա հարմար, այլ նաև արտերկրից Երևան հյուր եկող մարդկանց համար է սա շատ լավ զբաղմունքի կենտրոն։ Եթե մարդիկ գալիս են օրինակ Հայաստան 1 ամսով, կարող են մինչև գալը նաև գրանցվել արդեն եւ գալուն պես անմիջապես այցելել կենտրոնը եւ հետաքրքիր օրեր անցկացնել Հայաստան մասնակցելով թե մեր դասախոսություններին, թե էքսկուրսիաներին։ Տիկին Գոհար, եւ մի վերջին հարց, ձեր հետազոտությունների, ասացիք, որ շատ կարդում եք այս թեմայով, ինչ են ցույց տալիս այդ հետազոտություններն եւ ուսումնասիրությունները, էական տարբերությունը կովկասյան երկրների կամ մեր տարածաշրջանի ու եվրոպական տարիքն առած մարդու կենսակերպում, մտածողության մեջ։ Ես կցանկանայի Կովկասից մի փոքր ինչ վերհանել Դագեստանը, այդ հատվածը, որովհետև այդտեղ անցկացվել են ամերիկյան գիտնականների կողմից հետազոտություններ, որոնք հատուկ եկել են հետազոտելու թե որն է պատճառը երկարակեցության եւ իրենք հայտնաբերել են հետեւյալ գործոնները։ Նախ բոլորը վարում են շատ ակտիվ կյանք, 80-90 տարեկան կինը կարող է թեյի պլանտացիաներում դեռ աշխատի եւ նույնիսկ ինչ որ պարգևատրության ինքը պարգևատրվի։ Հաջորդը նրանք ապրում են շատ ցածր ջերմաստիճանային պայմաններում, իրենց բնակարաններում 13-ից 15 ջերմաստիճանն է։ Հաջորդ գործոնը, որ իրենք օգտագործում են միայն եւ միայն առողջ սնունդ, այսինքն ներեցեք, իրենք չունեն այդպիսի հասկացություն երկրորդ օրվա բորշ կամ երրորդ օրվա տոլմա, իրանք հենց տեղում հավաքում են բանջարեղենը իրենց պարտեզից եւ օգտագործում եւ ամենակարևորը հոգեբանական խնդիրն է։ Սովորաբար ես արդեն նշեցի, մեր երկրում գործում է այդպիսի տարիքային խտրականությունը։ Այնտեղ հակառակն է, որքան մեծ է տարիքով մարդը, այնքան հարգանքը իր նկատմամբ եւ պահանջվածությունը եւ նրա անհրաժեշտությունը բարձր է։ Ես դա առանձնացրեցի այդ հատվածը Կովկասի։ Ինչ վերաբերվում է հետազոտությունների արդյունքների մեր երկրում կատարված, մենք տարբեր մարզերում հայտնաբերել ենք, որ երկարակեցության մակարդակը տարբեր է 73-ից մինչև 75-76 կանանշրջանում, կանեք արդեն հայտնի ամբողջ աշխարհով մեկ են այդ վիճակագրական տվյալները, որ ապրում են ավելի երկար, քան տղամարդիկ։ Սակայն այս ցուցանիշը բավականին ցածր է իմ համեմատ եվրոպական ցուցանիշների հետ։ Եվրոպայում արդեն ընդունված է միջին կյանքի տևողությունը 89+-5 տարի։ Այսօր մենք ետ ենք մնում եվրոպական ցուցանիշներից ցավոք սրտի եւ
Մենք մեծ հույս ունենք, որ Կրիստինայի հետ մեր համագործակցությունը Ես ուզում ասել, որ նման կենտրոններն են հենց միտված են որակյալ երկար կյանքին։ Իսկ նաև մի իմաստուն ասել է, որ մարդ ծերանում է ոչ թե այն ժամանակ, երբ առաջանում են կնճիռներ, այլ այն ժամանակ, երբ նա կորցնում է հետաքրքրությունը կյանքի նկատմամբ։ Տիկին Գոհարձեր արդեն 10 տարվա հետազոտությունները ինչ են ցույց տալիս տարիքի մասով, եթե իհարկե մարդկանց հետ առնչվելով, այդպես դաշտային աշխատանք անելով համոզվել եք, մարդը տարիքը երբ է զգում, դա թվեր են, տարիքը թիվ է, տարիքը զգացողություն է, թե ընդհանրապես միֆ է։ Մենք նկատել ենք, որ դեռ այդ տարիքում մարդիկ ձգտում են այո լինել ակտիվ, ձգտում են կրթվել եւ զարգանալ։ Ցավոք սրտի մեր երկրում գործում է այդպիսի կարծրատիպ, որ տարեց մարդը չունի այդ ցանկությունը սովորելու, զարգանալու եւ նույնիսկ կա տարիքային խտրականություն։ Բայց իրականում մենք Կրիստինայի հետ համոզվել ենք ճիշտ հակառակում։ Եվ այս կենտրոնի ստեղծումը ծնվեց այն գիտակցումից, որ տարեց մարդը մնում է մենակ տարիքի եւ նոր մարտահրավերների հետ։ Մինչդեռ տարեց մարդը ունի հսկայական ներուժ։ Եվ ես որպես բժիշկ եւ դասախոս գտնում եմ, որ ճիշտ գիտելիքները, աջակցությունը, հաղորդակցությունը տարեց մարդկանց հետ կարող է օգնել իրականորեն փոխել նրանց կյանքը եւ կյանքի որակը։ Եվ մենք մեր կենտրոնում ստեղծում ենք այնպիսի մի մթնոլորտ, որտեղ մեր կենտրոնը միայն կենտրոնական կենտրոն չէ, դա մի տարածք է, որտեղ ամեն տարեց մարդ կզգա իրեն անհրաժեշտ, ակտիվ եւ հարգված։ Դասերը տեղի կունենան 3 շաբթի ուրբաթ օրերին, դեռևս սկզբի համար մենք մի քիչ փոքր դասացուցակով կսկսենք, հետո արդեն կվերանայինք ըստ կարիքի։ Ժամը 3-ին կլինեն դասախոսությունները, քանի որ համալսարանը հենց այդ ժամին է, որ արդեն հնարավորություն ունի ընդունելու մեզ։ Կրիստինա, ասացեք, խնդրեմ, որտեղ գտնեն աշխարհագրորեն հասցեի առումով, ինչ ժամկետներում, երբ, ինչպես մարդիկ, որ լսում են ու հետաքրքրվեցին, հետաքրքրված են ծրագրով, կենտրոնով գտնեն ձեզ։ Կենտրոնը պետք է գործի Երևանի պետական բժշկական համալսարանի հետ համագործակցության ներքո։ Մենք շատ շնորհակալ ենք բժշկական համալսարանին աջակցության համար, քանի որ նրանք կենտրոնի համար դասախոսությունների համար նախ վայրը կապահովեն եւ շատ կարեւոր է, որ մեր շահառուները այցելեն հենց կրթական կենտրոն եւ այս ծրագիրը ասոցիացնենք հենց կրթության հետ եւ ինչպես նաեւ դասախոսները բժշկականի ներգրաված կլինեն բոլոր դասախոսությունների մեջ, թե առողջապահության թեմով դասախոսները եւ թե հոգեբանության կարդացվելու են բժշկական համալսարանի դասախոսների կողմից։ Եվ փաստորեն ստացվում է, որ վայրը կլինի հենց բժշկական համալսարանը, այնտեղի կունենա վարչական մասնաշենքում 5-րդ հարկում, մեր թռուցիկի մեջ ամբողջ ինֆորմացիան, ասեմ, գրված է։ Իսկ ինչպես կարող են կապվել ձեզ հետ սոցիալական ցանցերի միջոցով, հեռախոսը համար նշեք, պայմանների մասին էլ ասենք, կենտրոնը դիմողները ինչ պիտի անեն, ինչ պիտի լրացնեն, ինչ պիտի վճարեն եւ փակենք հաղորդումը։ Չէ, բարդ չի կենտրոն դիմելը, ուղղակի կարող են այդ կոնտակտներով զանգահարել, պայմանավորվածություն ձեռք բերել, երբ այցելեն կենտրոն, մենք իրենց քարտ կտրամադրենք այցելության որոշակի դասաժամերով, որոնք իրենք ձեռք են բերել եւ ասեմ փոքր վճար կգործի կենտրոնում, ամսական 16000 դրամ կարժենա այցելությունը եւ որի շրջանակներում նրանք կարողանան մասնակցել շաբաթական 2 իրենց իսկ ցանկացած դասընթացի։ Հրաշալի է, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք, որ եկաք, որ նոր կենտրոնի մասին, որ եկող շաբաթ արդեն բացումը կլինի, հայտարարեցիք հենց երկրորդ շնչառության եթերում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։